Ողջույն բարեկամներ, ես ուզում եմ հստակություն և պարզաբանում մտցնել, արդեն երրորդ օրն է ես բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստանում, որ ես ինչ-որ պետք է միջամտեմ դոկ կուսակցության ներքին գործերին, ինչ-որ մարդիկ են խառնված, ինչ-որ պառակտումներ ա գնում, ով ումից ա ուզում կուսակցություն գողանա, մի խոսքով, ես ամեն մեկին խնդրել եմ, որ այդ հարցով ինձ չդիմեն։ Մի շատ պարզ պատճառով, ես միշտ ասել եմ, միակ մարդը, որից ես կարող եմ ինֆորմացիա փոխանցել, դա Վարդան Ղուկասյանն է։ Վարդան Ղուկասյանը ինձ ոչ մի հարցով չի դիմել։ Այսինքն, եթե ինքը անհանգստացած լիներ, որ իր կուսակցությունը իր ձեռքից ստանում են, կամ ինչ-որ խնդիր կա, եւ ինքը այդ խնդիրը չի լուծում, եւ իմ միջամտությունը պետք է, նա հնարավորություն ունի ինձ դրա մասին տեղեկացնելու։ Ես խնդիր չունեմ դա վերարտադրելու։ Ես խնդրում եմ ուղղակի ինձ այդ հարցով մի դիմեք, ես ուղղակի քաղաքավարի միշտ բացատրել եմ, մերժել եմ, որ ես դա չեմ անի։ Ես չեմ մտնում ներկուսակցական կռիվների, պայքարների, բամբասանքների, ինտրիգների մեջ, մանավանդ որ կուսակցության անդամ չեմ։ Եվ ընդհանրապես ոչ միտեղ ես նման գործունեություն, նման ֆունկցիա չեմ վերցրել, երբևէ վրա չեմ էլ վերցնելու։ Իսկ դոկ կուսակցությանը միակ մարդը, որ կարող է ինձ ինֆորմացիա տա եւ ես դա փոխանցեմ դες, դա Վարդան Ղուկասյանն է։ Այդ հարցով ինքը չի դիմել։ Թես ինչի մասին չեմ խոսում, ինչի չեմ վերլուծում, ինչա կատարվում, չունեմ ճիշտ համապատասխան ինֆորմացիա։ Ոչ մի ասեկոսեները իմ համար ինֆորմացիա չի։ Այս շատ լուրջ եմ վերաբերում ձեզ, ինձ եւ այն գործունեությանը, որ ես ծավալել եմ։ Իսկ հիմա ուզում եմ ներկայացնել այն հարցումը, որ ես կատարել եմ, որտեղ Վարդան Ղուկասյանն էլ է մասնակից։ Ես դա 24 ժամ առաջ եմ տեղադրել եւ ունենք արդեն 9600 մասնակից, որը բավականին տպավորիչ արդյունք է։ Եվ այսպես 4 տեխնացու Վարդան Ղուկասյան, Արման Թաթոյան, Նինա Կարապետյանց եւ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան կարողացավ հասցնել մինչև 15%, 9600 դեպքում Վարդան Ղուկասյան 60%։ Դե Արման Թաթոյան 10% կարողացավ ձգի միջև, Նինա Կարապետյանց 14%։ Սա է պատկերը այս կոնֆիգուրացիայի մեջ։ Նախորդ կոնֆիգուրացիայի մեջ, երբ որ Սամվել Կարապետյանն էր Փաշինյան Նիկոլ էր, Փաշինյան Նիկոլը այդ հարաբերակցության մեջ ինքը չկարողացավ անցնել 9%-ը։ Իսկ դուք շատ լավ գիտեք, որ մասնակցել եք Սամվել Կարապետյան, այսինքն ամեն դեպքում նրա մասնակցությունը լինելու է։ Ասել է, թե եթե եղավ Նիկոլ Փաշինյանը 15%-ն չի կարող հավաքել։ Սա է իրական պատկերը։ Ես ինչու ամեն անգամ չեմ դնում դոկի տեխնացությունը, ժողովուրդ ջան, պետք է հասկանալ, ընդունեք, որ այլ մասնակիցներ էլ կան։ Թե ես ինչու եմ ամեն անգամ դնում Փաշինյան Նիկոլին, պետք է դա էլ հասկանանք, որ ինքը անպայման մասնակցելու է։ Եվ մեր գլխավոր թիրախն ու թշնամին ինքն է։ Դրա համար էլ ինքը միշտ կա։ Եվ այսպես ամփոփելու համար ասում եմ, ես ավելորդ ինֆորմացիա, մանավանդ չճշտված ինֆորմացիա, մանավանդ որ դա ինձ անձամբ չի վերաբերվում, ես դրա լիազորություններ չունեմ, չեմ տալիս։ Հա, իսկ դուք կուսակցության վերաբերյալ կարա ինֆորմացիա տա բացառապես Վարդան Ղուկասյան։ Դրանով ամփոփեք։ Ես Վաշինգտոնի եւ հարակից շրջանների մեր ընկերներին ես տեղեկացնեմ, որ լինելու եմ ձեր տարածքում հանդիպման ֆորմատով, կարող ենք հանդիպել փետրվարի 28-ին ժամը 1-ին։ The Metropolitan ինչ-որ տեղ կա, կառույց կա։ Հասցեն կարող եք նել 76 20 Old Georgetown Road, Bethesda քաղաքը մեկն է։ Եվ այսպես ովքեր ցանկություն ունեն հանդիպելու, կարող են հանդիպել փետրվարի 28-ին ժամը 1-ին։ Մուտքը ազատ։ Շնորհակալություն կազմակերպիչներին, իսկ ինձ որ գրում են մեզ մոտ տարբեր տեղ, դա լինի Կալիֆոռնիա թե Եվրոպա, երբ կարող եմ լինել, դա կախված է ուղիղ ձերանից։ Կազմակերպեք, մանրամասները կքննարկենք եւ ես սիրով կհանդիպեմ ձեզ հետ։ Հիմա ասենք օրվա նորություններին։
Իմ ունեցած տեղեկություններով, հաղորդած տեղեկություններ բնականաբար, Մեհրիբանի մայրը հայ։ Խնդրեմ։ Այդա Իմանգուլիևա Ենգիբադյան մաման, մայրն է Մեհրիբանի։ Այ Աննան երևի շատ տխրեց այս հանգամանքի վրա։ Շատ տխրեց երևի։ Բոլորովին պետք չի, սա դեռ ծաղիկներն են։ Մի քիչ որ փորփրենք կպարզվի Ալիևն ով է, Ալիևի բարեկամներն ովքեր են եւ ընդհանրապես մի քիչ Եվրոպայի տեսք ունեցող ադրբեջանցիների ցակումնաբանությունը որ պարզվի, կպարզվի որ Ադրբեջան պետությունը այնքան էլ թշնամի պետություն չի։ Ուղղակի այդ անուղեղ հոտի գլուխը աղացել են, ուղիղը լվացել են եւ հայ ազգը դրանց համար դարել է թշնամի։ Մի ժողովուրդ, որին պետք է միայն սպանել։ Ամեն դեպքում մի օր որ պետություն ունենանք եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում, տեսնեք ինչքան հայեր են բացահայտվելու բարձր կառույցներում, աշխատող, եւ գործող։ Հիմա լսենք Ալիևին։ Ալիևը ասում է մենք մեծ փոխհմբռնում կա սահմանադրության մասով, մեծ եւ Փաշինյան Նիկոլը լրիվ փոխհմբռնումով է մոտենում, թե ինչու պետք է փոխի սահմանադրությունը ըստ Ալիևի ցանկության։ Մենակ պետք է Ալիևին ասեմ, Ալիև հիշում ես, որ դու մի քանի անգամ քո խոսնակների բերանով հայտնում էր քո ցանկությունը, որ դու խաղաղություն ես ուզում հայ ժողովրդի հետ, հիշում ես։ Դու լավ հասկանում ես, չէ՞ որ հայ ժողովրդի հետ խաղաղություն չունեցար, Նիկոլ Փաշինյանը քեզ ոչինչ չի կարող ապահովել։ Հիշում ես։ Եվ այսպես, դու չունես խաղաղություն եւ չես կարող ունենալ խաղաղություն հայ ժողովրդի հետ։ Հայ ժողովրդի հետ կարող է ունենալ խաղաղություն շարքային ադրբեջանցին, բայց Արցախը վերադարձնելուց, Նախիջևանը վերադարձնելուց, քեզ միջազգային դատարանով դատելուց որպես ռազմական հանցագործ։ Այդ դրանից հետո խնդրեմ, ով ազում պատերազմ, ոչ մեկ։ Բայց առանց արդարության չի լինում խաղաղություն։ Եղավ։ Չի լինում փոխհմբռնում, չի լինում։ Դու հայ ժողովրդի հետ չունես փոխհմբռնում։ Այս տեսանյութն եմ ուզում, այս տեսանյութի ես մասին եմ ուզում ձեզ տեղեկացնել, որ Երևանում այսպիսի մի ցանց կա, կոչվում է Կրամփս։ Ինչ որ ցանց է, սուրճ, բանը, կրուասան են վաճառում։ Փաստորեն, այս ցանցը ուշադիր լսեք։ Իր մենյուի մեջ առաջարկում է ադրբեջաներեն լեզու նաև։ Դու կարող եք գրանցվել եւ պատվերներ կատարել անգլերեն, ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն։ Պարզա։ Հիմա պարզա մենք ինչ ենք անում այս Կրամփս կոչեցյալների հետ։ Պարզա։ Ոչ միայն բոյկոտել, վաղվանից ոչ մեկ պետքա չմտնի ընդհանրապես այդ ցանց։ Այսինքն երիտասարդներ, խմբեր, տարբեր ձևի, առավոտվից պետքա պիկետ լինի այս թրքածինների խանութների եւ չգիտեմ ես կենտրոնների առաջ։ Պիկետներ եւ համապատասխան ռևյուներ սրանց ցանցի վերաբերյալ։ Այնպիսի ռևյուներ, որ ոչ մի օտար երկրացի ռիսկ չանի մտնի այդտեղ։ Դու գիտեք, չէ՞, մեզանից հայերից բացի ցանկացած ռուս կլինի, տուրիստ կլինի, որ միտեղ գնում է, նայում է քանի աստղա եւ ռևյուները։ Սրանք պետքա ուղղակի բանկրոտ դառնան։ Թե սրանց ով է ասել, որ դու կարող ես ադրբեջաներեն լեզու առաջարկել Հայաստանում։ Ով է քեզ այդ դուխը տվել, ով է քեզ այդ իդեան տվել։ Գուցե դա համար փողել ես ստանում կամ գուցե դու դա համար հարկերից ես ազատված, ես չգիտեմ ինչ բոնուսներից ես ազատված, բայց դու կզրկվես ամենակարևորից։ Դու կզրկվես հայ հաճախորդից, այսինքն ոչ մի հայ, այդ դուռը իրավունք չունի բացելու։ Ոչ միայն իրավունք չունի բացելու, պիտի թույլ չտա, որ այլ հայ մտնի այդ պիղծ տարածք։ Խնդրեմ, գնացեք, ծանոթացեք տեղում ու գիտեք արդեն մնացածը ինչ անեք։ Միջև ներքին թշնամին չմաքրվի, մենք պետություն չենք դառնա։ Մենք չենք կարող կռվել արտաքին թշնամու հետ, երբ որ թշնամին թիկունքում է։ Խնդրեմ թշնամիներից մեկը։ Սուրբ Աբգար թագավորի մասին, սուրբ ես չգիտեմ ինչքանով կարելի ասել, բայց Աբգար թագավորի մասին ես երկու տող եմ ուզում ասել, ընդամենը
Ինչու է Աբգար թագավորի մասին, որովհետև այս վերջի դեպքերը, որ ես հետևում եմ աշխարհով մեկ ընթացքին գլոբալ առումով վերանայելով իմ ամբողջ պատկերացումները բարի, չարու, Աստծու, սատանայի եւ այլն վերաբերյալ, ես եկել եմ եզրակացության, որ Աստծու ներկայությունը ոչինչ չէր կարող այնպես ապացուցել, ինչքան սատանայի ակտիվությունը։ Այս սատանայի ակտիվությունը, հիմա որ կա իր փաստացի ներկայությունը, ակտիվությունը նույնիսկ լիարժեք բառ չի, ներկայությունը եւ ակտիվությունը ապացուցում Աստծու գոյությունը։ Եվ այսպես ինչու Աբգար թագավոր։ Աբգար թագավորը առաջին այլ թագավորն էր, որը հավատաց Հիսուս Քրիստոսին, օգնություն խնդրեց եւ պատրաստական էր ընդունել Հիսուս Քրիստոսին իր տարածքում, այգիքում եւ տրամադրել նրան ամեն ինչ։ Ես ինչ եմ սա ասում։ Աբգար թագավորը ինքը թագավորն էր հայոց, ինքը մեծացել էր, կրթվել էր մեր մեհյաններում, ավանդական հայկական ծեսերով եւ գիտությունով։ Ինչելուց ասեմ, Հայաստանում այդ այսպես կոչված որ հետանոսությունը կոչում, դա կրոն չի եղել, դա գիտություն է, դա կոնցեպցիա է եղել, հիմնված գիտության վրա։ Եվ այսպես այդ գիտությանը տիրապետող Աբգար թագավորը հավատաց Հիսուս Քրիստոսին։ Շնորհակում եմ։ Այն Հիսուս Քրիստոսին, որ ինքը հավատաց, կհավատայինք մեզանից ցանկացած մեկը։ Այն Հիսուս Քրիստոսին, որ ինքը հավատաց։ Ես չգիտեմ դրանից հետո ինչ են ներկայացել, ոնց են ներկայացել, ոնց է սենց ամեն ինչ տակնում վրա արել, մենք որ դեֆոլտ բան են անկա։ Անկախ մեզանից աղոթում ենք Իսրայելի սատանաների համար, ես չգիտեմ դա ոնց է եղել։ Գիտեմ իհարկե ոնց է եղել, երբ է եղել, ում ձեռքով է եղել, ինչի է եղել, դա ամեն ինչ բարձր, բայց ինչ եմ ուզում ասել։ Վերադառնանք մեր օրերը։ Պետք է շատ լուրջ ընդունել են ինչ որ կատարվում այմա։ Ասում եմ, այս քանի օր մի բան ասենց նախադասություն պատտվում ուղերից մեջ, ես որը որոշեցի ձեր հետ կիսվել։ Եվ ոչինչ չէր կարող այս ապացուցել Աստծու ներկայությունը եւ ամենակարևորը կարևորությունը աշխարհի վրա մեր կյանքում, մեր գործերի մեջ, ինչքան ների ներկայությունն ու դրա ակտիվությունն ու գործունեությունը։ Չմոռանաք սա մասին։ Իսկ ները գիտեք որ Հայաստանում էր անստած։ Եվ պատահական չի որ Հայաստանում էլ նստած, որովհետև Հայաստանում նրա հաղթանակը շատ դյուրին է դարձնում մնացած ժողովուրդների նկատմամբ իր հաղթանական, որովհետև չմոռանանք այն բելը, որին սրանք աղոթում են, անուններ չի փոխել է, դա պարտվել է հայքում։ Հայքի պարտությունը բելի համար ռևանշ է։ Եվ բոլորովին պատահական չի, որ այն ինչ որ կատարվում է, հենց կատարվում է մեզ մոտ։ Նկատել եք, եկեղեցու նկատմամբ ոչ միտեղ բան չկա, հազակում հալածանք չկա, հայքում է դա, ինչի, որտեղ իրանց բելը, որին մատուցում են ողջ երեխաներ, պարտվել է հայքում էց, իսկ ես ասեմ, եթե մի անգամ պարտվել է, էլի է պարտվել, անպայման, և այսպես, հիշենք մի բան, սրանց պարտության մատնելու համար մենք պետք է դառնանք հայքի զավակներ, վերադառնանք մեր իրական ինքնությանը, իսկ այդ ինքնությունը ինչ արեց, մերժեց էդի, այ հիմա ազգովի դրանց պետք է մերժենք, ազգովի, եթե իհարկե մենք հայքի զավակներ ենք առաջ։ Հայաստանից 3 հոգի կարողացել է ի վերջո մեկնի եպիսկոպոսած ժողովների մասնակցելու համար, որոնց երկար ժամանակ քննել են օդանավակայանում, մտեց դուրին բաց չեն թողել, բայց 4 հոգի չեն գնացել կաթողիկոսը ներառյալ։ Ամեն դեպքում եպիսկոպոսած հավաքը կայանալու է անկախ եղանակից, անկախ ամեն ինչից, անկախ Փաշինյան Նիկոլի հիստերիայից եւ այն երեխեք կան, որ մի բան չեն կարողանում անել, պարկած խժում են, ասում են ոտերով խփել գեդին։ Այ այս հիստերիկ այդ վիճակի մեջ է։ Որ ինչ որ կատարվում է իր շուրջ, դա էլ է դրա խորհրդանիշը։ Իսկ մենք դեռ կխոսենք ինչա կատարվում իր շուրջ։ Ես երեք հիշում եք երևի որ ներկայացրեցի այս պատկերը ների զավակները
Սա բան չի, ածական չի, սա փաստ է։ Ների զավակները էլ չգիտեն էլ ինչ անեն։ Ոչ մի բան չի, ոչ մի բան էլ չի աշխատում։ Ամեն ինչ փորձել են, ուրեմն եկեղեցու նկատմամբ բոլոր պիտակները փորձել են, մնացել էր բան անել։ Եկեղեցականներին մեղադրել մանկապարտության մեջ։ Հիմա 24 ժամ անցել երեկվա իմ հաղորդումից ես դիմել եմ պարզաբանում պահանջելով եւ ապացույցներ պահանջելով հակառակ դեպքում ես ամենայն իրավունքով երեկել եմ ասել գիտեմ որ ապացույցները չունեն ես իրանց իրավունք ունեմ կոչելու հենց ների զավակներ կամ ասենք չգիտեմ էական չի արդեն մնացածը որովհետեւ դրանից վատ ինչ կարաս ասես մարդուն ինչ կարաս ասես բեզաչոտ անառակի զավակներ տեսեք ռուսերեն մեկ-մեկ լավ է հնչում էլի Սանքսային ու ոչ մի ապացույց չկա միջալոց առայսօր սան են անդրադարձել նաև այլ լրատվամիջոցներ շոկի մեջ մարդիկ քիչ չեն ասում են իրավապաշտպաններն ասում են սա զազելի մեղադրանք է ես կասեմ զազելի մեղադրանք չի սա չարախոսություն է եւ սա հետապնդվում է օրենքով հետապնդվում է այսինքն ես ակնկալում եմ կաթողիկոսից սա նկատմամբ քրեական գործ հարուցի պատիվ պահանջելու համար բարի համբավը արատավորելու համար կամ պետքա սա ներկայացնի und որում կաթողիկոսը պետքա հարցազրույց տա նույն հերոստատեսությանը կամ ավելի լայն տարածում ունեցող ռուսական կամ միջազգային միանգամից հայտարարություն տա բոլոր էջբանով լեզուներով որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ ոմն խոշոր երջերավոր անասուն որը հայտնի է նրանով որ իր տիկնապանների ուղեկցությամբ կարողանում է ունական նրան որ մարդկանց ձեռքերից բռնում է թքումաներեսին նույն մարդը միանգամից նկարագրում է սինքով այլի անասուն նույն մարդը իրան թույլ է տվել մեղադրել Բարսասչյան հոգևորականների մանկապարտության մեջ որը քրեական հանցագործություն է սա ամենա NLS-օրերին երբ որ ամբողջ աշխարհը երրում է այդ խոսակցության մեջ հենց առաջին այդ մասին պետք է ասի կաթողիկոսը իր բոլոր լրատվականներով հնարավորությունով մեկ էլ կտարածային որ այս կենթանին մեզ մեղադրել է դրա մեջ եւ կոնկրետ ժամանակ սրա վրա սրա համար ապացուցելու այս հանցագործության հանգամանքը որովհետեւ սրա մյուս անասուն շեֆը բանին հոգևորականներին մեղադրում էր օտար երկրյա գործակալություններին ծառայելու համար բայց ինքը գնում է նույն երկրի ում որ մեղադրում էր նույն երկրի նախագահի հետ ծնկաչոք աղերսում է որ հապկից դուրս չգա երատամից դուրս չգա որ հանկարծ իր գլուխը չուտեն կամ պաշտոնից չհանեն չզրկեն ուղղակի չէ՞ որ մենք գիտենք ով է իր նշանակել ով էլ կարողանի ռադանի դերից ինչ որ է ես ակնկալում եմ որ կաթողիկոսը պատիվ է պահանջելու ինքն է պետք է հայտարարի աշխարհով մեկ ոչ sense բանի մեջ իրան մեղադրել հենց իր ազգային ժողովի նախագահ եւ ինքն էլ այս հարցը պետք է պարզաբանի որովհետեւ ես գիտեմ մեր թշնամիները սանից ոնց կարան օգտվել ու կօգտվեն մի քիչ չեն օգտվել որ օգտվելու սա ուղղակի ասելիք չունեն սրանք ամեն ինչ փորձել են հասկանում եք ամեն ինչ փորձել են ելի ինչ ասես արել են տեսել են ոչ մի բան չի աշխատում սկսեցին եկեղեցիները չուլանի հետ համատելու տեսան բան չի ստացվում հետո կաթողիկոսը դուստր ունի տեսան ժողովուրդը թքած ունեն այդ հանգամանքի վրա կաթողիկոսի եղբայրը պակ գործակալ է պարզվեց ամենամեծ պակ գործակալը իրանք են հա իր արգոս նախարարը կաթողիկոսը ենթարկում է օտարյա լեյտենանտին այդ տեսան չանցավ ինքը ենթարկում է դու գնում օրական հաշվետվություն ես տալիս կաթողիկոսը եկեղեցին ուզում է ձուլել ռուս ուղղափառ եկեղեցուն ասեցին ապացուցվեց որ դուք իդիոտ եք կաթողիկոսը ուզում է տեղափոխել կաթողիկոսությունը տեսա որ արդեն ղժում են վրեն ասենք դարձավ տգիտություն առանց սահմանների կուսակցության կամ չգիտեմ ինչի նախագահ օտարապես տես տգիտության մակարդակ է էլի կաթողիկոսը ուզում է հափշտակել եկեղեցուն գանձերը կաթողիկոսը ոչ մի տեղ չի գնում բանել հափշտակի մի խոսքով այսպես տեսնեք էլ ինչ են բերել կաթողիկոսը եկեղեցիներում քաղաքական քարոզ է արել ուզում է զավթել իշխանությունը սա որ էդ էլ ենք անել այտենց չի
որ այն ինչ որ ասել է, դա որպես քաղաքացի ինքը դրա կարծիքի իրավունք ունի։ Ի պաշտոն է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այդքան բան։ Հիմա էլ բարձվում է։ Ոչ մի բան չանցա։ Մի բան պետք է ասի, չէ՞։ Իրենց այս արդեն քանի ամսվա, արդեն 9 ամսվա սրբապղծությունն է կատարվող արդարացնելու համար։ Հիմա հայտարարում են, որ 4-5 Այսինքն ինչ անշան 4-5 Այսի այնս 4-5-ը ո՞րն է կամ 4-ը կամ 5-ը է։ Այս 1.5 մանկապիղծան կամ 1.2 մանկապիղծան մարդը կամ մանկապիղծա դու փաստեր ունես, որը քրեական հանցագործություն է կամ չի։ Ինչ է 4-5 Դու բերես այդ ապացույցները կդնես, որ ապացույցես, որ դու բեզաչոտ անառակի զավակ չես։ Դու չէ մենակ, դուք ու բոլոր նրանք, ովքեր ձեզ կհանդգնեն ձեզ պիղծերիդ պաշտպանել։ Բոլոր ձեր պրոպագանդաներով հանդերձ։ Անցնենք առաջ։ Վատ նորություն թուրքերի համար, լավ նորություններ Թուրքիայից։ 214.5 միլիարդ թուրքական լիրայի դեֆիցիտ ունեն այս տարի, որը 4.9 միլիարդ դոլար է աճում։ Դուք պատկերացնում եք, որ 25 թվականի հետ համատած իրենց դեֆիցիտը բյուջեի կազմել է 54.1%։ Այդ երկրում փող չկա։ 54, այսինքն կեսից ավեն դատար կա։ Բյուջեը պլանավորել մինիմալ, որից 54.1%-ը չունեն։ Սրանց կոլապսը մոտ է։ Ես պետք է ասեմ, միշտ էլ սրանք փողի պատճառով են։ Պատմականորեն իրանց կոլապսը պայմանավորված է եղել փող չունենալով։ Իհարկե ռուսները միշտ հասել են փողով, ոսկով, զենքով ամեն ինչ օգնելու, բայց մեկն էլ հիմա այս պահին ռուսներին օգնի։ Սա է գիտություն, սա շատ կարևոր փաստ է։ Դե գնանք հիմա մեր դիակներին։ Այս դիակը գնում է փաստորեն Հունաստան։ Եվ Հունաստանի ՀՅԴ կառույցը հայտարարել է, որ չի մասնակցի, բոյկոտում է իր հետ հանդիպումը։ Ես կասեմ, որ շատ թույլ հայտարարություն է ՀՅԴ Հունաստանի կոմիտե։ Ինչ է նշանակում բոյկոտում եք։ Դուք իրավունք չունեք բոյկոտելու։ Դուք պիտի հարամեք այդ հանդիպումը։ Դուք պիտի ամեն ինչ անեք, որ այդ հանդիպումը չկայանա։ Դուք պետք է գնաք ոչ թե բոյկոտեք, այլ ուղղակի թույլ չտաք, կանգնեք այնտեղ պլակատներով, թույլ չտաք, որ մարդ մտնի։ Ես ձեզ պետք է ասեմ, որ ես նման բան արել եմ 2016 թվականի, երբ որ 16 թվականի սեպտեմբերին էր, երբ որ Փաշինյան Նիկոլը եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Յորք։ Դա Սասնացրի ապստամբությունից մեկ ամիս հետո էր։ Այո, երբ որ ես գնացի արդեն Նյու Յորքից մի 10 հոգի արդեն պլակատներով կանգնած են, ես ոչ մեկի համար չէի ճանաչում։ Ես ուղղակի գիտեի տնցի վեր տալնելու ինքը գալու է գործարարների հետ հանդիպման։ Եվ ես ուղղակի գնացի կանգնեցի դրան դեմը։ Ցանկացած մտնողին ասելով ուր ես գնում դու։ Ում ես գնում հանդիպես։ Այ հենց սենց։ Մի մասը ճանաչեցին, հետ գնացին, մի մասը խնդրեցին, որ եկել տեսնեն ինչ հայ անց առաջարկում, հասկանալով հանդերձ ինքը իհարկե Սերժ Սարգսյանը ոչինչ չուներ առաջարկելու։ Սերժ Սարգսյանը բանկրոտ էր 16 թվականի սեպտեմբերին։ Բանկրոտ եկել էր իմանալ ինչ աջակցություն ունի Սփյուռքի կողմից։ Պարզվեց ոչ մի։ Սերժ Սարգսյանը 16 թվականի սեպտեմբերին եկավ Նյու Յորք, աջակցություն չգտավ ոչ մի ձևի։ Փաշինյան Նիկոլն էլ չունի։ Փաշինյան Նիկոլ ոչ մի աջակցություն չունի։ Փաշինյան Նիկոլը իզգոյ, բացի իր մի քանի հատ թափթփուկներից, բարի բուն իմաստով թափթփուկներից, ու չեք պատկերացնի սա ինչքան մեծ ծառայություն է Սփյուռքի համար։ Սփյուռքը բացահայտեց, լուստրացրեց իր մեջ ներդրված թուրքի ծնունդների ուղղակի։ Բոլոր տեղերը դրանք կան, բայց շատ չնչին քանակությամբ։ Հիմա ՀՅԴ Հունաստանի ներկայություն։ Դուք ոչ թե պետք է բոյկոտեք, դուք պետք է ասես Պարիսով կանգնեք ընդ, որ ոչ մեկ ռիսկ չանի ներմտնի։ Ու նկարեք ուղարկեք ինձ, սիրով ցույց կտամ։ Գնանք առաջ։ Լսենք ես հոգնածին, խնդրում է 60% քվե, որ խաղաղություն հաստատեն։ Հարգելի հայրենակիցներ, թվերով խոսենք, հա։ Սրանց իշխանության օրոք Հայաստանը կորցրել է տարածքների 40% մոտարապես։
Սրանց իշխանության օրոք հայ ժողովրդից սպանվել է մոտ 10,000 հոգի։ Անետ կորածներով վիրավորներ չգիտեմ։ Մենք չգիտենք կոնկրետ թիվեր չեն ասում, իրան մոտ 50 հոգի պլյուս մինուսով է։ Թիվ չկա նորմալ սրանցում։ Սրանք եկած օրվանից մահ, սուկ, աղետ ցավ են տարածում ու կորուստ։ Հիմա ասում եմ 60% մեծ ձեզ դրեք, որ մենք խաղաղություն հաստատենք։ Ես ես պետք է ասեմ, սատանան որ գալիս է, աստծոյից է գալի միշտ։ Լավ նպատակներով։ Այ դու վաճառել ինձ հոգիդ, եւ դու խաղաղություն կունենաս, փող կունենաս, պաշտոն կունենաս։ Ոչ մի խնդիր չես ունենա։ Դե սատանի ծնունդներն էլ վաճառվում են։ Բայց մի բան ասեմ, հենց տականքի դեմքին նայեք։ Սա նման է մի մարդու, որի մտքով անցնում է, որ ինքը 60% ձեն կարող է։ Սա նման է այդ մարդուն։ Ոչ։ Սա չկա, սա գոյություն չունի, ոչ միայն սա։ Ասում եմ, եթե մենք հունիսի 7-ին չընտրվենք, անկախություն չի լինի։ Ես ձեզ մի բան ասեմ, ոչ մեկ չի սպառ, ոչ մի վստահ մարդ չի սպառնում, որ ես չլնեմ, անկախություն չի լինի։ Մենք անկախություն ունենք, դուք մեզ զրկեցիք 8 տարվա մեջ մեզ անկախության բոլոր ռեսուրսներից, բանակ, փող, տնտեսություն, հեղինակություն, տարածքներ, դրանք բոլորը ատրիբուտներ են անկախության։ Տնտեսությունը ատրիբուտ էր, բանակը ատրիբուտ էր, միջազգային հարաբերությունները, իմիջը ատրիբուտ էր։ Ամեն ինչ ատրիբուտ է։ Դուք զրկել եք մեզ ամեն ինչից։ Նույնիսկ այսօր, եթե Երևանից մեկն ուզենա մի հատ մեքենա ուզենա օգնության ասի, Սյունի ճանապարհ չկա ուտենա։ Ճանապարհն էլ եք տվել թուրքերին, եղածներ քանդվե գնացել է։ Սա ինչի համար են ասում, գիտեք։ Որտեվ գիտեն իրենց ձեն տվող չկա։ Այդ 15%-ն էլ ասում է, այն վարսկան ֆեյքերն են։ Պոակը, հիշում եք քանի 50 քանի միլիոն ստացավ այս տարի, ինչքան ստացավ էլի փող, որ իրենց համար այս ֆեյքերի կոմբինատը աշխատի։ Ես այդ ֆեյքերի կոմբինատի տնօրենին եւ ֆեյքերին զգուշացնում եմ։ Ֆեյքեր դուք գիտեք, չէ՞, որ ոչինչ չի կորում համացանցում։ Դուք նույնիսկ չմտածեք, որ դուք եթե այլ անվան տակ եք գրում, ձեզ հնարավոր չի գտնել։ Հնարավոր։ Պաուզել հնարավոր։ Հիմա ավելի հեշտ է։ Ի նկատի ունեցեք ուղղակի։ Սա ընդունեք որպես սպառնալիք։ Բարի եղբայրական սպառնալիք։ Ձեզ գտնելու են հաթաթ։ Զտարյուն անասուն ԿՊ-ական։ Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձև է եկել։ Լվաց է տարել է։ Հասկացաք։ Ինքը բացահայտում է, այս դեմքով մարդը, այս խոսակցությունով մարդը, ոչ թե ինքը առաջացել է կապիկ, հիշում եք այն Բենդերը միջել ասում։ Բենդերը այն հերոսին Կորեյկոին ասում էր, այդ հայացքով որ նայում ես, ես մտածում եմ մարդ առաջացել է ոչ թե կապիկից, այլ կովից։ Հիմա ուսանից նայում ես, խոսքը լսում ես, սկսում ես կասկածել, մարդը կապիկից է առաջացել, թե չէ։ Մարդը չգիտեմ, բայց ԿՊ-ականները հաստատ առաջացել են ինչ-որ մի բանից։ Ու սրանց լավ բնորոշել է Փաշինյան Նիկոլոսյան, բույս են։ Փորձել ենք փոսալցել, անձև եկել տալել։ Դատախազություն լսում եք դուք։ Դուք լսում եք սա։ Դուք տեղյակ եք ինչ է նշանակում ստանդարտներ։ Տեխնիկական նկարագրություն, գործի, պատվիրած գործի տեխնիկական նկարագրություն լսել եք։ Այդ տեխնիկական նկարագրության մեջ կա, որ անձերի ժամանակ պետք է ասֆալտը լցել փոսի մեջ, որ ինքն ջուրը տանի։ Չկա, չէ՞։ Եվ ցավոք նման պրակտիկա չկա, նման տեխնոլոգիա չկա։ Չէ՞։ Բայց այս զտարյուն անհայտ կենթանի դա մասին պնդում է, հայտարարում է։ Այս ինչի ձերբակալված չի։ Ենթադրում եմ ինչի, որովհետև դուք եք նույն բան, սա նայեք։ Այս այլ թոշակառուները եւս հայտարարել են իրենց եկամուտները։ Սա պետք նախագնա։ Շնորհավորում եմ թոշակառուներին, բայց ստեղ հետաքրքիր բան կա, ստատիստիկա կա։ 374 հոգի է ընդամենը հավանել։
1800 հոգուց։ Գիտեք այդ քանի տոկոսն է։ 20%։ Դա Փաշինյան Նիկոլի ձայներն է։ Կրկնակին ավել բարկացած էմոջի է դրել 580 թափես լացում է այս հանգամանքի վրա։ Այդ 500-ին ծիծաղում է։ Նսո Թոշակառուներ ջան, հայ ժողովուրդ ընդհանրապես։ Փաշինյան Նիկոլը ընտրել նշանակում է ստորագրել Հայաստանի դատավճիռը։ Սենց վերցնել դատավճիռը ստորագրել։ Բոլոր առումներով։ Բոլորով։ Բնավ նայեք տեսեք ինչա։ Հարկային տերորը, ֆինանսական տերորը, չմոռանա գույքը հարկը 100% եւս թանկացել է։ 8 տարվա մեջ դա թանկացել է 700%։ Սա այնա ինչ որ իրանք ունակ են անելու, բայց դիմացը ստացել է ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ավելի վատ ջուր, ավելի վատ օդ, ավելի վատ սպասարկում աղբի վրա ամեն ինչի։ Էլ խոսք չկա ասելու։ Ճանապարհներ, աղբ, օդ, ջուր, հոսանք, այն ինչ որ ինքը պետք է մատակարարել է ձեր հարկերի դիմաց։ Ձեզ 7 անգամ թանկացել են ձեր հարկերը։ Դիմացը տալով 0։ Շարունակեք։ Դրա համար էլ Պապոյան Գևորգը խնդրում ասում է, եթե չտակ, դուք անկախություն չեք ունեն, հա։ Ու մնացել է որ Պապոյան Գևորգ է ասել, դուք հասկանում եք նշաձողովուրայի, չէ։ Էլ Նիկոլ Փաշինյանը չի խոսում, Նիկոլ Փաշինյանին որ լսում է, մարդիկ էլ չեն լսում։ Հենց դեմքին նայում ես մենք քֆուր տալ։ Հիմա այդ կոչմանը Տիտղոսին որոշել է արժանանալ Գևորգ Պապոյանը։ Մարդ որ նայում ես ուղղակի չգիտեմ ինչն է գալիս։ Չեմ ուզում ասեմ։ Եթերային չի։ Հիմա ուզում սա լսենք։ Ես գիտեմ որ մարդիկ լսում են, նայում են, ասում են, չէ, հնարավոր չի։ Ակնհայտին պատրաստ են մարդիկ ասել, որ դա հնարավոր չի։ Բայց պետք է սա լսենք իմանալու համար ինչ է կատարվում։ Вы хотите сказать, что если бы он сказал, что работал на МОСАД или ЦРУ, то избежал бы наказания за педофилию? Другими словами, можно совершать преступление педофилии против детей и просто не попасть за это в тюрьму? Верно. В итоге он получил 18 месяцев тюрьмы. Он был возмущен. Он не хотел провести в тюрьме ни минуты. Я мог добиться для него полного отсутствия тюремного срока. Թարգման եմ Էփշտեյնին է վերաբերում, սա Էփշտեյնի փաստաբանն է։ Ասա դուք ուզում եք ասեք, եթե նա խոստովանել, որ աշխատել է Մոսադի եւ ՑՌՈ-ի համար, CIA-ի համար, ամերիկյան, նա չէր նստի, 100%։ 100% նա ասում է նույնիսկ զարմացած էր, որ դա 18 ամիս կներեք, 18 ամիս, 1.5 տարի։ Կալանք է տվել, նույնիսկ դրա վրա էր զարմացած։ Թե ես ինչ եմ արել, որ ընդհանրապես պեդոֆիլիայի վրա է բռնել ինձ, մանկապարտության վրա։ Իսկ եթե ասել ես Մոսադի ագենտ եմ, կամ CIA-ի, ամերիկյան հետախուզության, ընդհանրապես ինքը չնոսում, հա, ասում, բայց այնքան ասում այգոիստ կեղտոտ լակոտ էր, չէր ուզում որ ես դրա մասին իմանայի։ Ինքը մտածում էր, ինքը այնքան ապահով է, որ նույնիսկ 18 ամիսը չի նստելու ինքը այդ ծայրագույն հանցագործության համար, որի համար հասնում է 20-ից 25 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց տվել են այդ ժամանակ, պատկերացնում եք 1.5 տարի, որը էլ է իր համար շոկ եղել։ Если бы он сказал мне, что работал на МОСАД или ЦРУ, что он был источником разведки, для меня это было бы беспроигрышным вариантом. Обратиться к кому угодно, кому потребуется, даже к президенту Соединенных Штатов, и я бы добился для него сделки без какого-либо тюремного срока. Эпштейн... Смейте да գոնե ասել, մի բերան ասել ես, ում ասես կդիմեի, միչև նախագահ, Ամերիկայի Միացյալ նախագահ եւ կհասնեի գործարքի, որը նշանակում է մի բան։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե դու Մոսադի ագենտ ես, դու խնդիր չունես ընդհանրապես, ցանկացած ամենածանր հանցագործություն քեզ ներում են, ոչ միայն ներում են, դու էլ գնում ես Ամերիկա, Իսրայել, ասեմ ուրիշ բան, ցանկացած մեկը որ մեղադրվում է ամենածանր հանցագործության մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, շատ տարօրինակ կերպով հայտնում են միանգամից Իսրայելում, ու շատ տարօրինակ բոլորը հրեա են, հայտնում են եւ վերջ, իրանք առնձեռն մխել են,
Իսրայելը չի տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին ամենածանր հանցագործների նույնիսկ չտալիս։ Սա էլ պատում ասում է, հա, տենց է։ Кейн был эгоистичным сыном. Он сделал бы все, чтобы избежать тюрьмы. Почему бы ему не сказать мне, что он работал на Моссад? Если бы он действительно работал на Моссад, конечно, он не сказал мне. Пока мы были просто знакомыми из академической среды, он, конечно, не стал бы рассказывать мне о сексуальных связях с несовершеннолетними. Он скрывал это от всех. У него была отдельная жизнь, совершенно отдельная жизнь. Но как только я стал его адвокатом, в его интересах было рассказать мне то, что могло бы ему помочь. И я не могу представить ничего более полезного для него, чем работа на разведку. И я Ասում է, նա ոչ մի բան չէր ասելիս, բայց ես մի փաստաբան է, չէ, ես պետք է ինձ ասել դրա մասին։ Ես չեմ պատկերացնում ավելի, ասում եմ, օգտակար բան, քան այդ բաների հետախուզությունների համար աշխատելը, չդատվելու համար։ Բաց խոսում են մարդը։ Я настаивал. Некоторые люди могли бы, но он не сказал. Некоторые зрители могут сейчас подумать. Подождите секунду. Вы хотите сказать, что если бы он заявил о работе на Моссад или ЦРУ, то избежал бы наказания за педофилию? Другими словами, можно совершать преступление педофилии против детей и просто не попасть за это в тюрьму? Верно. Վերջ։ Ասում փաստորեն դետողները կմտածեն, որ կարելի է մանկապարտությամբ զբաղվել եւ բանտ չընկնել, եթե դու Մոսադի կամ ՑՌՎ agent ես, CIA agent ես։ Այ սա իրենք են, ես չեմ։ Մենք մեր աչքի տեսածները չենք հավատում։ Բայց ռուսեն թարգմանությունը լսենք էլի։ Суть еврея, если бы они увидели, что каждый еврей это частица Творца, было бы преклонение. Так это будет в будущем. Ասում ուղղակի մարդիկ չեն հասկանում, որ ամեն մի հրեան ինքը իրենց աստծո մի մասնիկն է։ Իրենց աստված գիտեք չէ՞ ով է։ Հա։ Ները։ Պետք է գան ասում մեզ խոնարհվել մեր ոտի, հələ չեն գալի, բայց գալու են։ Այն հայկի բելի կռիվը, որ ասում են հրեաներն ինչի չեն սիրում հայերին։ Բայց իրենք բելին են աղոթում։ Իրենց աստվածը բելն է։ Ինչի պետք է հայերին սիրեն։ Հայերը անկախացան, հայերը մերժեցին բելի համակարգը, ստեղծեցին հայքը։ Սա այն է, ինչ որ իրենք ուզում են կործանեն։ Նա 15 թվականին արեցին, 20 թվականին արեցին, հիմա են անում։ Բաց խոսում են մարդիկ։ Было бы вылизывание ног, как это сказано у пророков. Չուսում պետք է գան ասում մեր ոտքերը լիզեն, ինչպես իրենց աստվածներն են իրենց ասել։ Դա ռուսերենն է, չէ՞, ես անգլերեն չեմ թարգմանել, որ մեկներ ինչ որ մի բան մտածի։ Ստե մի քիչ երկար է, մոտապես տարբեր ռավինների կողմից տարբեր լեզուներով նույն բաներն ասել։ Եվ ես անգլերենն էլ եմ ներկայացել, որ ստեղ էլ կա։ Այս տեսանյութի մեջ էլ կա։ Ես ում հասկանաք մեր հետ ինչ են անում, ինչ են անում եւ ում ձեռքով են անում։ Եվ ոնց է ստացվում, որ որ կողմ նայում ես դրանք են, որ կողմ նայում ես դրանց մատանվեղը։ Որ կողմ։ Սա ազգային պատկանելիության հարց չի։ Հավատացեք։ Ես ամեն հրեայի մեջ թշնամի ման չեմ գալի, բայց չեմ կարող չնկատել, որ ինչքան թշնամի ունեմ գլոբալ իմաստով դրանք հենց բելի զավակներն են։ Դրանք հենց նրանք են, ովքեր աղոթում են բելի եւ զոհաբերություններ են կատարում բելի համար։ Տարեկան 8 միլիոն երեխա։ Հաշեք։ Օրը գալիս է 32,000 երեխա։ Սրանք ստատիստիկա է, սա իմ մտքի թռիչքը չի։ Սա շարժ չեմ ասում, շարժ գալու է։ Սա չափազանցություն չի, սա ստատիստիկա է։ Սրանք իրենց ասում բելի տարեկան 8 միլիոն երեխա են զոհվել։ Այդքան կորում է։
Գիտեք, երեխեքն ինձնես չեն կորում։ Որ կորում են չեն գտնում, հետո բացում է Էյֆշտեյնի կղզում 1.5 տոննա կիսլատա են օգտագործել բռնվելուց 1 օր առաջ։ 1.5 տոննա կիսլատայով գիտեք ինչ կարելի ինչքան։ Սապես մեկը կա որ կիսլատա օգտագործել է։ KGB-ն էր կիսլատա օգտագործում, ասեմ, երբ որ պետք է մեկին վերացնել, սպանում են, հետո կիսլատայով գալի մաքրում են դեպքին։ Մաքրում են ոսկորները, հալասում են մեջը, տանում թափում են այդքան։ Դրանք կոչվում են ցիլշիկներ։ Դա դրա համար էր ալում։ Ու սրանք սպասում են, որ մենք իրանց ոտքերը պետքա լիզեն։ Ժողովուրդ վախենալ պետք չի սանից։ Ես ասում եմ, դրա համար է սկսեցի հարցումը նրանով, որ ոչ մի բան Աստծո գոյությունը այդքան չի հիմնավորում, չի ապացուցում ինչքան բելի ակտիվությունը։ Հիմա շրջանում ենք ապրում։ Իրանք վստահ են, որ իրանք հաղթելու են։ Բա մենք։ Ընդ որում մենք այն զավակներն ենք, այն սերունդն ենք, չէ, սերունդ չասեմ, այն ժառանգներն ենք, որ մի անգամ հաղթել են։ Ու մենք ենք հաղթել։ Ոչ մեկի պատմության մեջ բելին հաղթելու նկարագրություն չկա։ Այդքան ժողովուրդներ կան, չէ։ Բելինով է հաղթել Բաբելոնում։ Բաբելոնից ով է փախել։ Առանձնացել։ Ով է մերժե Բաբելոնը։ Ով է մերժել բելի համակարգը, ով է ստեղծել հայքը եւ ոնց։ Հենց այդպես։ Մենք ենք։ Սա թերևս այն արսի պատասխանը ինչու մեզ իսկան չեն սիրում։ Եթե առաջ կադել են մտածելով կոնկուրենցիա եւ այլն, մենք էլ ենք խելոք, մենք էլ ենք, չէ։ Չէ։ Մենք ենք քանդել իրանց համակարգը։ Մենք չենք թողել իրանց տիրանան ամբողջ աշխարհին։ Մենք ենք վարակել մեր օրինակով այն ժողովուրդներին, որ հետո առանձնացան ու դուրս եկան Բաբելոնից։ Դրա համար էլ հենց հիմա այս ամենը կատարվում է մեր դեմ։ Հենց այս պատճառով ես այլ բացատրություն չունեմ ու օրեկան համոզվում եմ դրան։ Թե չէ պատկերացեք Հայաստան ու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ գալիս է ասում է ճանապարհը պիտակ։ Այն ճանապարհը, որը գիտեն ինչ համար։ Ինչի եք տալի, ում եք տալիս։ Ձեր թուրք եղբայրներին։ Իրաց թուրք եղբայրներին։ Շատերը հրճվում են, որ կարող է Իսրայել-Թուրքիա պատերազմ լինի։ Ասեք, մենք էլ միամիտներ։ Թուրքիան, вообще, ընդհանրապես թուրքական ցեղերը դրանք են գործիքներն են, որոնցով հрьяաներն իրականացնում են իրենց բոլոր ցեղասպանությունը։ Այսօր էլ Գազայում թուրքական գործիքներով է դա։ Գազան հովանավորում է, Թուրքիան մատակարարում է ամեն ինչ Գազայում կոտորածներ անելու համար։ Չկա կոնֆլիկտ, չի կարող լինել։ Երբ որ ոչինչ չմնա, մնան թուրքերի միլիոներները, այո, թուրքերի հարցը լուծվել է, որտեղ իրենց պետք չէ։ Բայց հիմա թուրքերեն կեղտոտ գործիքն են, որը իրականացում են դրանց գործունեությունը, որ նրանք միշտ կողքից նայող լինեն։ Արցախյան պատերազմը մեզ այդ ամենից ցույց տվեց, չէ, ցույց տվեց։ Ցեղասպանություններ ցույց տվեց, չէ, 15 թվականին ցույց տվեց։ Մենք արդեն խոսացել ենք դրա մասին, ովքեր են գերի թուրքերը։ Ովքեր են ընդհանրապես միջև այդ սուլթանի կանայք բոլորը կրոնապող հրեաներ։ Դες 100 տարիներով, հարյուրավոր տարիներով։ I actually went through the files this weekend in depth. Donald Trump is not only named over and over in them, it is discussed this trial in which he was accused of raping a 13-year-old at Epstein's house. There is extensive discussions about a subpoena of Donald Trump in one of Jeffrey Epstein's cases in which he was accused for rape and sexual abuse. He was subpoenaed and gave a deposition in that case. Միխասկով, տանամասինը, որ ես փաստաթղթերի մեջ ապացուցված հանգամանք որպես կա, որ Դոնալդ Թրամփը բռնաբարել է 13 տարեկան երեխա։ 13 տարեկան։ Սա ապացուցված փաստ է։ Հիմա գանք իրականության մեջ։ Սա ընդհանրապես մեկ փաստ է։ Ու որ մնացածներին նայում ես, երևի սա ամենասարսափելին չի։ Որ նայես հետո այդ բռնաբարված երեխեքի հետ ինչ են արել, այս սարսափը իրական գալիս է այդ ժամանակ։ Մենք անպայման խոսելու ենք այսօր դրանց
քաղաքականության մասին, նոր քաղաքականության մասին, որը հայտարարեցին իրանք լանում, Մյունխենում, Մարկո Ռուբիոյի բերանով։ Քանի որ դրանով ոգևորվածներ էլ կան, որ տեսեք Մարկո Ռուբիոն ասում է մենք արևմուտքն ենք, դուք մեր եղբայրներն եք, Ամերիկան Եվրոպայի ծնունդն է, Եվրոպայի զավակն է եւ այլն, տեսեք խելքեն եկել։ Ես իմ ասում տեսեք ընկերներ, ես չգիտեմ դուք ինչքան նաիվ եք կամ դիտավորյալ եք այդքան նաիվ ձևանում, կամ լուրջ այն ակվարիումի ձկան հիշողությունից է, ոչ չի հիշում երեք ինչ ա եղել, դա առաջ ինչ ա եղել։ Ընդամենը իշացնեմ մեկ տարի առաջ նույն հանդիպմանը Ջեյ Վենսը ինչ էր ասում։ Ջեյ Վենսն եկավ հայտարարեց նոր աշխարհակարգի մասին, որ դուք բոլորը ոչնչություն եք, ոչ մի բան եք, Ամերիկան է ձեզ թելաձողը, եւ դուք ընդհանրապես բոլորը չափերը տանցել եք, ձեզ կորցրել եք։ Սա էր անցած տարվանը։ Այս տարվա եկա Մարկո Ռուբիոն մեղանչելու մի տարվա առաջ իրենց արած հայտարարությունը եւ խոսում է նրա մասին, ոնց որ ոչ մի բան չի եղել այս տարվա մեջ։ Խոսում է միջազգային իրավունքի մասին։ Միջազգային իրավունքի առաջին ոտնահարողը Ամերիկան Միացյալ Նահանգներն է եղել, որը սանկցիաները կիրառում միջազգային դատարանին։ Ասում եմ առաջին։ Իսկ ով է Մարկո Ռուբիոն, ով է Ջեյ Վենսը, սրիկա անդեմք գյադեք, որոնք ընդամենը 2 տարի առաջ մի բան են ասում, մի տարի առաջ այլ բան են ասում, հիմա լրիվ հակառակ բանն են ասում։ Աշխարհի վերջին լուտանքներն ու հայոյանքները եւ Պուտինի եւ Թրամփի հասցեին ընկերած մարդը մի տարի առաջ Թրամփին գովում այսօր լրիվ այլ հանգամանք։ Սա այդ մարդիկ են ու այսքանից հետո այս փաստերն իմանալուց հետո անձնական քաղաքական այս փոփոխությունները իրականություն ինչ են կատարում։ Իրականությունը գիտեք որն է, որ Ամերիկան 2 տարի է հովանավորում առ այսօր գազայի ցեղասպանությունը։ Սա իրականությունն է եւ այսօր այդ երկրի միջազգային հարթակներում իրավունքի միջազգային մասին խոսալու ոգևորվելը սա adekvat մարդու բավարար է։ Իմ համար չէ։ Իմ համար չէ։ Ես չեմ հավատում Հայաստանում մեկը կա, որ չի հասկանում ինչ է կատարում։ Ես այդ չեմ հավատում էլի։ Հայաստանում իմաստ չկա։ Կա մարդիկ, որ ուղղակի չեն ուզում տեսնել ինչ է կատարում։ Որտե դրա համար են ճա։ Այդ հենց է։ Ամեն իր ինչ որ ձևով իր այդ շարժ ունի, բայց հիմա մարդ չկա Հայաստանում։ Իսկ ամենահիմարությունը գիտեք ու ամենամեծ հիմարությունը, սա էլ իմացեք էլ ինչի չիմանաք որ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշքելել է Կալիֆոռնիայի, Բրիտանիայի հետ պայմանագիր ունենալ էներգետիկայի ոլորտում։ Աշքելել է։ Գիտեք ինչի։ Ասում են լավ նահանգ չի։ Դեմոկրատական նահանգ է, զրվելի նահանգապետ ունի։ Աշքելել է իր բոլոր լծակները, որ Բրիտանիան Կալիֆոռնիայի հետ առանձին պայմանագիր ունենա։ Նույնիսկ աշքելել են իրան Կալիֆոռնիայի նահանգապետին ելույթ ունենալ Դավոսում։ Կեղծ նահանգ է, դեմոկրատներ են ուներ։ Մենք ընդ ձայն չունենք։ Թրամփին պետք է ասեն, որ նույն տրամաբանությամբ ինքը պետք է աշքելի բոլոր նահանգապետերին եւ բոլոր գործարքները, բոլոր նահանգները, որտեղ ինքը ոչ մի նահանգում ձայն չունի։ Ոչ մի նահանգում։ Եվ դա ընտրություններն են ցույց տալի, դա իմ կարծիքը չի։ Իմ կարծիքը ձևավորվում է արդյունքների վրա։ Ես ազատ եմ իմ կարծիքի մեջ, ես Դոնալդ Թրամփից փող չեմ ստանում, ես Բայդենից փող չեմ ստանում, Մոսադից փող չեմ ստանում, Կրեմլից փող չեմ ստանում, ազատ եմ, դրա համար ես կարամ հեշտությամբ վերանայեմ իմ երեկվա տեսակետը։ Վերանայեմ, ասեմ երեք տենց եմ մտածում, հանգամանք կա, հաշվի չի եղել, կամ նոր հանգամանքներ կա, որը ստիպում է ինձ վերանայել իմ կարծիքը։ Ես ազատ եմ դրանից։ Իսկ մարդիկ խեղդված են, չեն կարող։ Իրանք ընտրել են Դոնալդ Թրամփ, մի տարի առաջ ասել են Դոնալդը լավ տղա է, այսօր լրված են դրա վրա, այդ կարծիքի վրա։ Դե արդեն դա իրաց խնդիրն է։ Ուղղակի sense հանգամանքներ պետք է իմանալ ով է ինքը եւ ընդհանրապես ինչ կարելի է Հայաստանում իրանից ակնկալել։ Հայաստանում։ Մասա լսենք, սա սարսափելի է։ About missing children all over the world, but also Russia. Russian news are posting that they uncovered child trafficking ways from Ukraine, and Russian media are saying that even the president of Ukraine is well aware of this, and his wife is behind the whole missing children situation in Ukraine. Again, this is just
news. Children are going missing in the United States, in Ukraine. Also, my family personally, my mother's cousin had to leave Germany because they were targeted with juvenile justition. After 15 years of immigration in Germany, they had kids there, so their kids are Germans. They are from Russia. They learned that juvenile justition in Germany is targeting Slavic children and taking away the children, so they'll be like, oh, your children misbehave, and they will follow your family and create a case, take you to court, and they take children, and then they give these children for adoption. Սա Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ընդհանրապես երեխաների վիճակի մասին այ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլև Ռուսաստանում, Ուկրաինայում եւ մասնավորապես նաեւ Գերմանիայում, որ նրանք ոչ մտեղ ապահովագրված չեն ընդհանրապես։ Ինչի։ Տարի 8 միլիոն երեխա։ Դա ինչ է, մտածում եք այդ մի երկրից են տանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կորումը ընդամենը 344,000-ը։ Չէ, ընդամենը եմ ասում, բայց 344,000։ Այսինքն գալիս է մոտավորապես օրը 1000 երեխա։ Հիմա նստած խոսացինք, օրը ֆրանս 1000 երեխա կորել է։ Այս ցանցը ամենտեղ է։ Ամենտեղ։ Իսկ Զելենսկու կնոջ խառնված լինելը երեխաների այդ խնդրի հետ կա։ Ասեմ ավելին, Զելենսկի Ուկրաինայի երեխաների պաշտպանության կոմիտեի նախագահը նշանակել, այս խնամացին խոսացել է մի կնոջ, որը հայտնի է իր ակուլտիզմի սատանայական բաներով, շոուներով, սատանայական շոուներով։ Ես ամասին ցույց եմ տվել ազգանի մեջ եմ սերբ կարծեմ։ Զելենսկին դրան սատանայական շոուների մասնագետի ինքը նշանակում է ուկրաինացի երեխաների պաշտպանության նախագահ։ Կայտարը կաշատում ենք ապուր։ Գերմանիայում, պասորեն և Ֆրանսիայում լույս է տեսել այդ փաստաթղթերի օրիգինալը։ Epstein files that they have had access to for a while, and there's rumors that Russia is about to release the ones that they also have. Now, if you didn't know, when the Epstein files first came out, some stuff were only redacted, but there was a lot of stuff that the FBI missed, and they realized that they missed it, so they went back and redacted a lot of different things. Some people were able to get pictures and videos of what is now redacted through the FBI, and one of them showing something about Epstein being an agent from and his real name. I have been taking my time to read whatever I can that's available to us through the DOJ website because a lot of it is really hard to stomach. A lot of it is very satanic, a lot of demon worshiping. And I've had to stop multiple times and pray over myself and my family because it is really sickening. And if you're Սա գիտեք ինչի մասն է խոսք, այս աղջիկը նստած այդ ֆայլերն է ուսումնասիրում եւ ասում է դժվար է մարսել այդ ամեն ինչը, որովհետեւ այդ ամեն ինչը շատ սատանայական է։ Սատանայական ռիտուալներ է եւ ինքը դա ստիպված է նսում աղոթել, ընտանիքներում նսում աղոթում են, որպեսզի վերականգնեն այդ բաներից։ Ես քանի օր ես դադարել եմ այդ նայել, ասեմ, որ իմ շատ ծանր տպավորություն թողում, ես ուղղակի փաստերն եմ արձանագրում, հա, դա էլ նայել չի լինի։ Եվ այս երեխեքը տեսել են եւ ոչ խմբագրված տարբերակներն են տեսել Ուկրաինա, Ներդրություն, ուրեմն Գերմանիա, Ֆրանսիայում, ասում են Ռուսաստանում էլ կա։ Այս ֆայլերը վստահ եմ Ռուսաստանում ունեն, երևի համացանցում դա հասանելի չի, բայց որ հատուկ ծառայություններ ունեն 100%։ Այս երիտասարդները չեն հանդուրժելու բելի հաղթանակը։ Մենք մենակ չենք։ Հայքի կռիվը, հայքի այսօրվա մեր Հայաստանի կռիվը այդ բելի հետ, հա, իրանք նույն անունն են պահել են, իրանք բալ են ասում, բելն են։ Այս մեր կռիվը, եթե ուղղակի մենք կարողանանք ցույց տանք, որ այս կռիվը այդ կռիվն է, մեր կռիվը կդառնա համաշխարհային կռիվ, այսինքն մենք կդառնանք այս պայքարի լիդերը։ Հիշում եք, այս ամեն ինչը չիմանալով, ուղղակի ենթագիտակցության մակարդակի վրա ասում եմ, մենք պետք է լինենք առաջնագծում, որովհետև մեզ դա անձնական է վերաբերվում։ Անձնական է վերաբերվում, որովհետև դա ուղղված է հենց հայի դեմ։ Ես հիմա եմ կարողանում այդ փազլները դնել իրար կողքի։ Այն ժամանակ ուղղակի ինտուիցիայով ասում եմ, որ մենք պետք է լինենք առաջի գծում, որովհետև ոնց է մենք առաջ չականենք, չէ՞։
Դևը դուրս է եկել Արարչի դեմ, մենք ենք, չէ՞ Արարչականային, բա ով պիտի պաշտպանի։ Արարչի զավակները պետք չվերցնեն առաջի հալվածն ու առաջի դիրքերում լինեն։ Այո։ Իսկ հիմա ավելի է բարձվում։ Ու այս ամեն ինչի մեջ մենք մենակ չենք, այս երեխեքը կան ամբողջ աշխարհում, որ հասկանում են ինչ է կատարվում։ Ես ինձ կուզենայի, որ հայ երիտասարդները լինեին ակտիվ այս համացանցում եւ կարողանային խնդիրները հենց այս ձևով ներկայացնել։ Հենց այս ձևով, իրանց իմացած լեզուներով։ Ես վստահ եմ, որ մեր ռեսուրսը հայկական երիտասարդների, որոնք հետաքրքրված են, ինֆորմացված են, կարողանային սա կազմակերպել։ Ժողովուրդ դուք չեք պատկերացնում ինչ կկատարվի մեր թուրքերի եւ մեր թշնամիների հետ։ Դուք չեք պատկերացնում ուղղակի։ Նույնիսկ կրկնեմ, ես հանդիպումների, հարց ու պատասխանների, դասախոսությունների պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած ժամին, ընդհանրապես պայմանավորվել է պետք։ Ցանկացած տեղ, համալսարան կլինի, փոքր ակումբ կլինի, էական չի։ Մենք պիտի մի բան անենք ու մենք կարող ենք անել։ Գործիքա կազմելը պարզ են, նպատակները պարզ են, ամեն ինչ պարզ է։ Թշնամիները պարզ են, մեզանից ինչ են ուզում դա էլա պարզ, ինչ պիտի անենք մենք էլա պարզ, ամեն ինչ պարզ է։ Մնում է մենք անենք։ Դա կարող ենք անել եւ համախմբված եւ անհատական մակարդակների վրա։ Բայց մենք պիտի անենք։ Խոսեք ձեր շրջապատում, խոսեք ձեր երեխաների հետ, ընկերների հետ։ Մենք մի բան պիտի անենք, ու եթե մենք չանենք, մեր փոխանեն ոչ մեկ չի կարող անել, որտեղ մենք առաջի մոտիվացված ազգն ենք, ազգային մակարդակի վրա։ Ֆրանսիացուն է տիպ ոչինչ չի սպառնում, իտալացուն չի սպառնում, գերմանացուն չի սպառնում, ազգային որպես սպառնալիք դա սպառնում է ուղիղ մեզ։ Չնայած մեզանից շատ հեռու է, չէ՞։ Չնայած այսօր պաղեստինցիներն են գնդակահարվում, չէ՞։ Բայց տեսեք, պատերազմ մեր դեմ։ Պաղեստինցիների ընդամենը տարածնապետ հյուրանոցների կառուցել համար։ Իրանք պաղեստինցի ազգ ջնջելու բան չունեն, որտեղ արաբները շատ են։ Բան չի փոխում դրանից։ Այ մեր խնդիրն ուրիշ է։ Չի, որովհետև պատմականորեն մենք ցիվ 1 իրենց հակառակորդն ենք եղել, որը մի անգամ արդեն հաղթել է իրենց։ Հակառակ։ Սա մի ռուս մոդելի մասին է պատմությունը, որը Էփշտեյնի հենց մոդելներից է։ От рук Эпштейна журналисты нашли пугающие детали смерти Русланы Коршуновой. Девушка жила в Америке и была успешной моделью. Она работала в агентстве Джеффри Эпштейна. Это скандально известный финансист, который искал девушек для секса с богатыми людьми и проводил вечеринки для взрослых на отдельном острове. Вероятно, бывший парень Русланы был как-то замешан в его бизнесе. В одной из переписок говорится, что Марк Каминский угрожал помощнику Эпштейна, а сам Джеффри утверждал, что Руслана погибла от нетрадиционной медицины, которой увлекался ее парень. При этом в переписках с другими моделями Джеффри угрожал им, припоминая историю Русланы. А сама Коршунова хотела подать в суд на Эпштейна. Агентство не платило ей деньги. Может быть, это стало причиной убийства. И еще один пугающий факт. Джеффри любил миловидных, худых и высоких длинноволосых блондинок. Летом 2008-го Коршунову нашли мертвой возле ее дома на Манхэттене. Ее длинные пшеничные волосы были обрезаны, а телефон исчез. Полиция почти сразу закрыла дело. Решили, что Руслана покончила с собой. У нее стало меньше работы. Личная жизнь не клеилась. Родные не поверили в это. Накануне смерти Руслана делилась планами с мамой. Через пару дней ей должен был исполниться 21 год, а в ежедневнике было напоминание сдать книгу в библиотеку. Սա ընդամենը հերթական պատմությունը, որտեղ 21 տարին չլրացած ինչելոց ամերիկան ունեցնելով 21 տարին չլրացածը չափահաս չի։ Ռուս մոդելը ուղղակի շապրտել են Մանհեթենում իր տնից, մազերի նախորդ կտրտելով, եւ հետաքրքիր որոնն է, որ ոստիկանությունը միանգամից փակել է գործը։ Ընդհանուր։ Որ աշխատել է Էփշտեյնի հետ, նրան վարձել են, օգտագործել են, ինչպես ինքն է իմացել, ինչպես բողոքել է այդ սեռական փախտիների համար։ Մի խոսքով, սա ընդհանրապես շարքային դեպք է, որը 2008 թվականին է տեղի ունեցել։ Տեսեք, հիմա չկա Էփշտեյնը, իբր չկա, բայց ինդուստրիան շարունակում է աշխատել։ Ինչ է թվում, այս տարի կնայենք, քանի երեխա է կորել։ Ինչ է թվում, սրանք դադարեցին իրենց ռիտուալները։ Չեմ կարծում, կդադարեն իրենց պլանները, չեմ կարծում, քանի դեռ
իրենք իրենց պաշտոններին ունեն նստած։ Ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետև Եվրոպայում փոխվում է։ Բրիտանական թագավորների ընտանիքում Ուիլյամսի բարեգործական ընկերության բաները, դոնորները հրաժարվում են այս աշխատել, որովհետև պարզել են, որ սրանք ընտանիքով կինը խառնված են այդ ամեն ինչի մեջ։ Փլվում է, ու սա դեռ սկիզբն է։ The ruthlessness of the House of Windsor. Never underestimate the ruthlessness of the House of Windsor. They ասում պետք չի թերագնահատել դաժանությունը Վինձորների, սա թագավորական ընտանիքն է։ will do what is required to protect the firm, and if that means chucking Andrew Mountbatten Windsor under a bus, they will do just that, and that's what they. Սոնակ ամեն ինչ անելու են Էնդրին եւ թագավորական ընտանիքը պաշտպանելու համար։ Ոչ մեկ չկասկածի դրանց դաժանության վրա։ Ես մի անգամից հիշեցի Ձիանայի պատմությունը։ Դուք չեք մոռացել, չէ՞։ Ձիանայի պատմությունը։ Done, and I think the possibility of a prosecution is growing, and it's quite clear that the palace will cooperate in every shape, every way they can, and actually they should and they will. Never underestimate. Հերոսմապետներն զգում են ճնշումը տակից եւ նրանք ասում են ճաշ չունեն եւ պետք է համագործակցեն։ Նրանք զգում են ինչա կատարվում։ Դա ինչի կբերի շուտով կերևա։ Հայատ հյուրանոցների տերերն դրա մեջ եղել միանգամից հրաժարականատվը բարձրելուց հետո ուրեմն Թրամփի միլիարդատեր ասեք շատ լավ նշան է ուրեմն Թրամփի միլիարդատեր դոնորներից մեկը իր ամբողջ բիզնեսն ու առավելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից տեղափոխվել է Չինաստան Թրամփը կապիկությունը անին անում էր իբր Չինաստանից արտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխել համար ես ասում եմ չէ այս ֆինանսական պատերազմը ինքը որ նախաձեռնել է կորցանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգը ոչ մի բիզնես չի կարող աշխատել երկարատև իմաստով մի երկրի հետ որը անհասկանալի է ագրեսիվ է կանխատեսելի չի էլ չեմ ասում մեծ արտադրությունները դրանք ոչ թե գալու են Ամերիկա դրանք Ամերիկայից գնալու են եւ այսպես Թրամփի հանրապետականների մագայի ամենամեծ միլիարդատեր դոնորներից մեկը վերցնում այդ փաթեթը հաջողացում ու գնում է Չինաստան այս Չինը Հայաստան քանի օքի է մնացել սրանց վրա ուստը թող իմանան դա շատ կարևոր է ուրեմն այսօր պարզվեց որ սրանց դատախազը որ ամեն ձևով կողքում ամեն ինչ պաշտպանում է դրանց սա էլ է ցույց եւ իր կողմից այդ խմբագրված փաստաթղթերը որտեղ որ իհարկե ոչ մի ձևանկարիչ չեղավ ամեն դեպքում երևացել ինչն է անեղ եւ այդ ոչ մեկ չի կասկածում այս ամեն ինչը ինչի համար ասա թաքցնում ինքն էլ այդ վամպիրներից մի խոսքով երեխեքի արյունով սնվող մսով սնվող սա ով է հիշում ես confidence in the victory of good over evil. Fight the real enemy. Janet O'Connor, երևի դուք հիշում եք այս հրաշալի երգչուհուն, մեծո սոպրանո, ֆանտաստիկ երգչուհի էր։ Իր կարիերան սրանցից ավարտվեց։ Ասում է իրական թշնամուհի է պետք կռիվանել, ու պատրում է Հռոմի պապի նկարը, որ դեռ 80-ականներին ասել, այս ամեն ինչի մասին, որ Հռոմի պապը Ֆրանցիս II-ն է, այս ամեն ինչից խառնված, մեջ խառնված։
Հիշում եք ընդամենը մի երկու հարցում առաջ էր ասեցի, տարօրինակ կերպով, տեսեք, բելը դուրս է եկել իր տարածքից, ֆաշիստումը ցույց է տալի ինքը ինչ է անում, Հռոմի Պապը լուր է, ու ավելին ինքը ընդունում է քրիստոնեական օրանի վրա հարձակված փաշազադեին հрьяաների եւ ուդիների հետ։ Իսկ կարող եմ ենթադրել, որ դա համատեղ օպերացիա է։ Կարող եմ ենթադրել։ Իսկ այս աղջիկը իր կարիերան հենց այդ ժամանակ ավարտեց, երբ որ ինքը պարզ հայտարարեց այս ամեն ինչի մասին ու ցուցադրված ճեղեց Հռոմի Պապու նկարը։ Դե հիմա ինքներդ ասեք, ինչու չի բացվում Վատիկանի արխիվները Աստվածաշնչի վերաբերյալ։ Մենք գիտենք, որ կա Մարիամի Աստվածաշունչը, Մարիամի, ոչ Աստվածաշունչ, գրությունները, վկայությունները, Հուդայի վկայությունները։ Այսինքն այն մարդկանց, որոնք անմիջապես տեսել են, շփվել են, լսել են Քրիստոսին, որ բոլորը միանգամից չմահացան, չէ։ Չէ, Մարիամը տեղափոխվել է Մագդալենացիներ առանձին գրել, Մարիամն առանձին գրել։ Մագդալենացին կարծեմ տեղափոխվել է Եվրոպա, այնտեղ կա նույնիսկ եկեղեցի է հիմնադրել, փոքրիկ մատուր։ Եվ ինքն է թողել իր գրություններն ինքն է թողել, ամեն ինչը Վատիկանում է։ Հարց, բա ինչու դրանք չի բարձրացել։ Ինչու դրանք չկա ոչ միտեղ, մենք չգիտենք։ Առաջի բաներից ես ոչ մի չգիտեմ։ Վկաների մենք վկայություն չունենք։ Պատմություն է։ Աբգար Թագավորի նամակը կա։ Վերջ այդքան բան։ Դա համար ես ասում եմ, եթե Աբգար Թագավորը, հայոց թագավորը հավատացել է մի բանի, որը վստահությունը նշին չէ, ես կարող եմ ասել, որ ես էլ կարող եմ հավատալ դրան։ Որովհետև Աբգար Թագավորը ինքը թագավոր լինելով հանդերձ ինքը կրթված է եղել հաստատ։ Ինքը անցել է բոլոր այն բաներով, գիտության աստիճաններով, որոնք այն ժամանակվա արիստոկրատիան էր դասավանդվում։ Դրա համար էլ իսկ արիստոկրատիան զինվորական եւ թագավորական ընտանիքների երեխաները բոլորը կրթվում են։ Դրա համար էլ Պլատոնն ասում, ճիշտը հայկականն է։ Պլատոնն էլ ուզում այդ համակարգը դնել, հա։ Մերիտոկրատիայի համակարգը Պլատոնն էր ուզում դնել հենց իրենց մոտ։ Չկարողացավ։ Ասում է ժողովրդավարությունը այդ համակարգը չի, մերիտոկրատիան է ճիշտ համակարգը, որը Հայաստանում է, մի խոսքով։ Մեր հայտագավորն է, չէ՞ դրան հավատում։ Հիմա բացեք։ Հիմա պարզան չի բացվում։ Նա որ բացի Վատիկանը խնդրի առաջ է կանգնելու եւ ոչ միայն Վատիկան։ Իսկ հիմա վերադառնանք մեր հայրենակիցներին։ Թող գնան Ղուրբանալներն են 5000-ին են որ տարան մնացածին էլ Ղարաբաղցիներին էլ այսօրը գցողին ասում են հներն են արել, հները կերել են միջև հիմա հետ են բերում հների կերածը, բայց ները թեկուզ կերել են, թե ինչ են արել, հայրենիք են պահել, ինքն էլ թող լափեր ու հայրենիքը պահեր։ Ուսանք ես ժողովրդից ձեն եմ ուզում։ Սանք է ժողովրդից ձեն եմ։ Կառավարությունը մեր երկիրը քանդեց մեր կառավարությունը այդքան մի բան, որ պետք է շտապ սրան հեռացնել, թե չէ մենք առանց երկիր ենք մնալու։ Այս խոսք չկա։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Կասեմ մամուտ քեզ, որ խոսումներ տվիր ու չկատարեցիր։ Մինչև երբ արդեն սենց դրիվ սաղին իջացնի ներքև ու դառնիկ խփելով կամ ինչ-որ մի բանով դրանով հարկ չեն ուզում։ Մենակ մի հարց ունեմ, տան ինչքան է իրան պետք, որ իրա ծրագիրը լրիվ մեզ արդեն մեր իջացնել լրիվ արդեն այն աստիճանի, որ ի վիճակի չէ էլի ժողով։ Իմ միամիտ հարազատ ջան, սա իր ծրագիրը չի։ Ինքը ով է, որ ծրագիր ունենա։ Իր ծրագիրը մի բան է, հնարավոր իր ասեփական, հնարավորինս մնա այդ աթոռում։ Ուստի հասկանում է, ոտը քաշես թե չէ, իր հետքը չենք։ Կիսլատայի գյուտը կա չէ։ Իր հետքը չենք։ Հատկապես իր այդ կողակիցներն են, որ այնտեղ ասենք
փողոցից բռնման նախարարանշանակեմ եւ այլն, հիմա էլ ասենք ինչ-որ ծրի պետք է վիրահատություն անեն։ Հետո ժողովուրդը պետք է առողջ լինի, չէ՞ ասում իր կարծիքով, բայց պետք է կուշտ էլի որ առողջ լինի։ Եվ վերջում սա եմ ուզում ձեզ ներկայացնեմ, լսենք։ Սա պաղեստինցի երիտասարդների երգչախումբն է, Հարավային ափում։ Ախարատ ջան, ես սպասում եմ այն օրվան, երբ որ ամբողջ աշխարհը դեմքով շրջալու դեպի Արարատ։ Երբ որ սկսի հասկանալ այս ամբողջ կռիվը ինչի մեջ է, հիշելու այդ ամբողջ պատմությունը, հիշելու է Արարատը, հիշելու է Արարատի լանջերին ապրած, ստեղծագործած ժողովրդին, մեր գինը իրոք անգին է, մենք շատ բարձր է, մենք չենք հասկանում, մեր իրական միսիան, կոչումը, նշանակությունը, որպես քաղաքակրթություն, որպես անհատ չէ, իհարկե անհատական մակարդակին շեդևրներ ունենք, չէ, բայց որպես քաղաքակրթություն, բնավորություն, տրադիցիաներ, բնավորություն, ժողովրդական բնավորություն եմ ասում եմ։ Եվ որ այս վիճակին է, որ դրսից մեկը գալիս է, օտար, խամ, մտնում հայկական միջավայր, ասում է, ես ուր եմ։ Աշխարհում ոչ մի տեղ այսքան ջերմություն չկա, այսքան մաքրություն չկա։ Ոչ մի տեղ ղարերի մեջ այսքան ձուն եւ ձյունի մեջ այսքան արև չկա։ Ամոսայանի ասած, եթե ճիշտ եմ հիշում։ Մենք չենք հասկանում մեր իրոք արժեքը։ Երևի այս ամեն ինչը պետք է մեզ օգնի, մի քիչ բզբզի, որ մեր ինքնաճանաչման մակարդակը բարձրանա, աստիճանը բարձրանա։ Ու կտեսնեք ոնց է փոխվելու մեր միջավայրը, շրջապատը, երկրի վիճակը, մեր անձնական վիճակը։ Ամեն ինչ էլի գալիս է կանգնում մի բանի շուրջ։ Ինքնաճանաչում։ Մեծ միկրո եւ մակրո իմաստով, ազգային եւ անհատական իմաստներով։ Ամեն ինչի սկիզբն է։ Ես լավ մոտայվել ուզում ավարտեմ այսօր։ Լավ մնացեք։